Գյումրեցի Գայանե Աճեմյանն ու նրա ընտանիքը 28 տարի տնակում ապրելուց հետո այս տարվա սեպտեմբերին տեղափոխվել են նոր բնակարան։ 2016-ի սկզբին SOS Գյումրի նախաձեռնությունը սկսեց Գյումրիի անօթևան 13 ընտանիքների տնակներից բնակարան տեղափոխելու արշավ, որին միացան աշխարհահռչակ հայեր։ Ծրագիրը գերազանցեց սպասելիքները, 13-ի փոխարեն բնակարան ստացավ 25 անօթևան ընտանիք։ Նրանցից մեկն էլ Աճեմյանների ընտանիքն է։ Ընտանիքի որդին Արթուրն ասում է, նախկինում դիմել են պատկան մարմիններին բնակարան ստանալու ակնկալիքով, ապարդյուն։ Պետությունը հետագրվել ենք, քան տարի 20 տարի հետագրվել ենք, բայց պետությունից ոչ մի հույս չունենք, ճիշտ ասած։ Հա գնում գալիս են քաղաքապետարան, մարզպետարանից այսօր վաղը, պես հա սպասենք 20 տարի սպասենք, ոչ բնական տվեց պետությունը ու հուսեսը լրիվ կռած էր։ Արթուրը պատմում է, երբ SOS Գյումրին սկսեց ծրագիրն ու աշխարհահռչակ երաժիշտ Տիգրան Համասյանը տնակներից մեկում համերգով հանդես եկավ, այդ ժամանակ նորից հույս ծնվեց, որ հնարավոր է իրենք էլ նոր բնակարան տեղափոխվեն։ Այս անգամ վերջիններից հույսերն արտարացան։ Այստեղ շատ լավ պայմաններ է, Դոմիկում ոչ մի հիգիենայի պայմաններ չկա, ոչ բաղնիկ ունենք, դե վեսեմ, այն չէ ինչ որ բնականը բաղնիկ կա, նորմալ ըսկի հիգիենան կա, տակի, Դոմիկը շատ բարեկեց, մռով փայդը վարում ենք, չենք տական, բայց այստեղ շատ լավ է։ Հուսես դել ենք, ինչպես ասում են, Աստծո վրա, որ Աստծուն աղոթում ենք, որ կոնես տարի այս երեխեքը բառարանը վարում ենք, մի փոքր այսպես տեղ էր, այս երեխեն անտատ կվազեր, անտատ չենք աշխատենք, որ հանկարծ բառարանի վրա չընկնի։ Փառք Աստծո, հիմա շատ գոհ շատ։ Աճեմյանների ընտանիքը այժմ միայն ջեռուցման կարիք ունի։ Հիվանդ եք, գրիպ է։ Մկրտչյանների ընտանիքը ծրագրի շրջանակներում բնակարան է ստացել Գյումրիի Մուժ 2 թաղամասում։ Ընտանիքի հայրը Կարեն Մկրտչյանը պատմում է, որ նրանք անգամ սեփական տնակ չեն ունեցել, ապրել են վարձով տարբեր տնակներում։ Տեսենք շոկի մեջ էինք, էլի չէինք պատկերացնում, էլի ասենք տնագից ելնից ջուրը չհարսենք։ Բլասքան դվասքան ինցուն դե գասենք մեկից մտնից նորմալ տուն դիքսենք քիչ դժվար է, էլի ջեփ համակերպվիս։ Մի համակերպվել ենք։ Մկրտչյանը նույնպես դժգոհ է անօթևանների խնդրի լուծման հարցում պետական ջանքերից, ասում է, եթե շարունակեին մնալ պետական աջակցությանը սպասելիս, այդպես էլ բնակարան չէին ունենա։ Ինչպես Աճեմյանների դեպքում նրանք նույնպես դիմել են քաղաքապետարանին, Շիրակի մարզպետարանին, այստեղից պատասխանել են, որ օգնելու հնարավորություն չունեն։ Պետք է ժողովրդին սենքնձի պես շատ ժողովուրդներ կան, տնով պետք է ապահովեն, որ վերանը, հեշտ մարդը չի է։ Այսպես ենք հովանավորները կանք են, հովանավորներին է պետք է կողել են հարգային դաշտ, մարդկանցից տների համար հարկ են ուզում փող։ Մարդիկ լավ բան են, դուք չեք կայմենեք, թող այդ մարդիկ են, ինչեք մարդկանց կողել հարգային դաշտ։ Նախկինում տարբեր բարերարներ այցելել են Մկրտչյաններին, սակայն բնակարանի խնդիրը այդպես էլ չի լուծվել։ Կարեն Մկրտչյանն ասում է, որ տան իրերը լիարժեք չեն։ Մուժ 2 թաղամասում SOS Գյումրի ծրագրով բնակարան ստացել են նաև Հովակիմյանները։ Տնակում են մեծացել նաև Հովակիմյանների 5 անչափահաս երեխաները։ Ընտանիքի մայրը Լուսինե Հովակիմյանը պատմում է, որ իրենք բնակարան ստանալու հույսը կորցրել էին։ Սկզբում երբ որ նայում է հեռուստացույցով, բնակարաններ էին տալիս, պայտակ ես խզվում էի, զգալով այդ մարդկանց ծանր ապրած վիճակը, դե քաշել ենք, բոլորս է գիտենք էլի։ Եվ ես ինքս ինձ ասում եմ, թե միգուցե օր կգա, որ ես էլ կարող եմ ստանամ։ Ու իրոք այդ օրը հեռու չէր։ Ընդամենը մի ամսվա ընթացքում մեր տան հարցը լուծվեց։ Անսպասելի, բայց լուծվեց։ Հրաշք էր ուղղակի։ Լուսինե Հովակիմյանը կարծում է, որ Գյումրիում անօթևանության խնդիրը կարող է լուծվել, եթե բարերարներն ու պետությունը միասնական ծրագրով աշխատեն։ Տարբեր տվյալներով Գյումրիում այս պահին դեռ կա մոտ 3000 տնակ, որոնցից 500-ում որևէ մեկը բնակություն չի հաստատել։ Տնակային ավանների ընդլայնման պատճառներից մեկն էլ ընտանիքների բնական վերարտադրությունն էր, եւ եթե կառավարությունը աղետի գոտու հարցը լուծեր ողջամիտ ժամկետներում, ապա բազմաթիվ ընտանիքներ ստիպված չէին ունենա տնակային ավանում ապրելու դաժան կենսափորձ։ Եվ առեսօր այդ հիշողությունները կա, դե վերջը 27 տարի է, հրաշալից հետո մենք ապրել ենք, չես կարող մոռանալ, ինչ ոնց ասում են, ոնց որ կես տարին կյանքիդ անցած լինի տնագի մեջ է, կարող ես մոռանալ, բնականաբար չէ, լավն էլ կհիշես, վատն էլ կհիշես, բայց ամենայն դեպս
Բնական է, այս պայմանները մեզ համար ավելի լավ է։ Այս ծրագրի շրջանակում քանդվել են նաև բնակարան ստացած գյումրեցիների տնակները։